Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումների շարքը, որոնք վերաբերում են տնտեսական քաղաքականությանը, բայց այնպիսի քաղաքականությանը, որը Հայաստանը կարող է դարձնել ավելի հետաքրքիր, ավելի մեծ ներուժ օգտագործելու տեսանկյունից նպատակահարմար ինչպես տնտեսվարողների, այնպես էլ բնակչության համար եւ փորձենք հասկանալ կառավարության ծրագրերը, փորձենք հասկանալ այն միտումները, որոնք հիմնականում խոչընդոտում են այդ ծրագրերի իրականացմանը եւ նաեւ իրենց մեջ պարունակում են որոշակի ռիսկեր։ Այսօր մենք հրավիրել ենք տնտեսագետ, Access վերլուծական կենտրոնի տնօրեն, պարոն Հայկ Ասպանյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ֆանյան, այսպեսի մենք իրավիճակ ունենք, որ փորձում ենք հասկանալ իսկապես Հայաստանի տնտեսական ներուժը գլոբալ տարածաշրջանային համակարգերին, տարածաշրջանի տնտեսության հետ ինտեգրվելու կամ մրցակցելու առումով ինչպիսի ներուժ ունենք մենք։ Իսկապես այդ ներուժը փոքր է եւ իսկապես մենք պայքարելու, դիմակայելու, այսպես պետք է անընդհատ այդ ճանապարհը որդեգրենք, թե պարզապես ունենք ներուժը ոչ արդյունավետ կառավարելու, միգուցե այդ ներուժը բացահայտելու այսպես քաղաքականություն եւ ինչ եք կարծում, ինչ հնարավորություններ կա այս առումով, որտեղ մենք տեսնում ենք տարածաշրջանային երկրները ունեն հսկայական ներուժ, համեմատաբար Հայաստանի տնտեսության հետ կապված եւ բոլոր դեպքերում պետք է մշակվի այնպիսի քաղաքականություն, որը որ հնարավորություն տա մի կողմից դիմակայելու, մյուս կողմից ինչու ոչ նաեւ լուրջ դերակատարում ունենալու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ արժեշղթայում։ Ունենք մենք այդ ներուժը, ինչպես կգնահատեիք, համեցեք։ Նախ եկեք հասկանանք, որ Հայաստանի տնտեսությունը գլոբալ արժեշղթաներին շատ թույլ է ինտեգրված։ Հիմնական ոլորտը, որը գլոբալ արժեշղթաներում բավականին լուրջ ներգրավվածություն ունի, դա ՏՏ ոլորտն է։ Այլ ոլորտների հետ կապված մենք հիմնականում ռեգիոնալ ներգրավվածություն ենք, որոշակի բացառություն կարող լինի մեկ էլ պղինձը, մենք պղինձ ենք արտահանում, որը հիմնականում արտահանվում է Չինաստան եւ Չինաստանի տնտեսության միջոցով այդ ընդհանուր արժեշղթային որոշակի մասնակցություն ունենք։ Իսկ ֆինանսաբանկային համակարգը Ֆինանսաբանկային համակարգը ըստ էության 2022 թվականից հետո որոշակի ռեգիոնալ նշանակություն է ստացել, պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին եւ ըստ էության մենք միջնորդական դեր ենք ստանձնել ռուսաստանյան եւ արևմտյան տնտեսվարողների միջև որոշ բանկեր գիտեք բավական լուրջ արդյունքներ են արձանագրել այդ իրավիճակում, բայց եթե խոսենք ընդհանուր գլոբալ արժեշղթաների ինտեգրվածության մասին, բնականաբար դա դժվար կլինի այդպես գնահատական տալ, դա ավելի շատ ռեգիոնալ նշանակություն ունի։ Հիմա եթե խոսենք Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալի մասին, նախ պարզաբանենք ինչ է նշանակում տնտեսական աճի պոտենցիալ, հա։ Շատ լավ։ Մենք տնտեսագետներս ըստ էության երկու հիմնական գործոն ենք արտադրության առանձնացնում՝ աշխատուժ եւ կապիտալ։ Եթե փոքր sense մասնագիտական դաշտ փորձենք ներխուժել, Կոբ Դուգլասի արտադրական ֆունկցիան եթե պատկերացնենք, նաեւ տեխնոլոգիան։ Այո, տեխնոլոգիան արդեն հետագա տարիներին բան արված, վերափոխված, դա այդ մնացորդային գործոնները ընդունված է անվանել total factor productivity։ Ստեցության ունենք աշխատուժ, կապիտալ եւ total factor productivity։ Այս երեք գործոնների հիման վրա է որոշում երկրի տնտեսական աճի ներուժը կամ պոտենցիալը, մասնագիտական տերմինոլոգիայով ավելի շատ ընդունված է պոտենցիալ բառը օգտագործել։ Աշխատուժ ասելով նկատի ունենք մասնակցություն, հա, մեր աշխատուժի մասնակցություն ինչքան որակյալ եւ քանակապես եւ որակյալ ինչքան աշխատուժ կարող ենք ներկայացնել։ Ներդրումները հիմնականում համախառն կապիտալի կուտակման միջոցով են, կապիտալը հա գնահատվում եւ total factor productivity-ն արդեն գիտենք, որ մնացորդային գործոններն են իրենցից ներկայացնում ձեռնարկատիրական հմտություններ, տեխնոլոգիաներ եւ այլն այդպես շարունակ։ Հիմա եթե փորձենք հասկանալ օրինակ 2019 թվականին մենք ինչքան ենք ունեցել ըստ IMF-ի գնահատականների, ինչու ենք 2019-ը վերցնում, որովհետեւ 2020 թվականին ունեցանք ճգնաժամ, պատերազմ, 2019 թվականին 4% է եղել, վերջին գնահատումները ցույց են տալի, որ 24-28 թվականների համար այդ միջնաժամկետում 4.5% կարելի է համարել Հայաստանի տնտեսական
աճի պոտենցիալը, սա այսպես ասած բազիսային սցենարը կամ baseline սցենարն է իրանից ներկայացնում։ Եթե ավելացնում ենք սցենար, որի պարագայում օրինակ մենք գիտենք բազմաթիվ ռուս միգրանտներ են, աշխատանքային միգրանտներ են եկել Հայաստան, նաև վերջին տարիներին հնդիկ միգրանտներ են եկել Հայաստան եւ իրենց ներուժը ավելացրել մեր տնտեսական աճին, այս պարագայում եթե հնարավոր լիներ պահպանել բոլորին, դա մոտավորապես 5%-ային 0.5%-ային կետով ավել կլինի, այսինքն 4.5-ից հնարավոր կլինի 5 հասցնել, եթե իրականացվեն նաև կառուցվածքային բարեփոխումներ, որոնք միտված կլինեն աշխատուժի մասնակցության բարձրացման, այսինքն զբաղվածության ռազմավարության միջոցով, որը ընդունվել է 2024 թվականին կառավարության կողմից, եւ երկրորդ հանրային ներդրումների կառավարման որակի բարձրացման եւ առհասարակա ներդրումների ներգրավման ուղղությամբ եթե մենք քայլեր անենք, սա էլ ցույց է տալի, որ ելի միջնաժամկետում 0.5%-ային կետով էլ հնարավոր է բարձրացնել արդեն տնտեսական աճի ներուժը այս կառուցվածքային բարեփոխումների միջոցով։ Հիմա եթե փորձենք հասկանանք այս ուղղությամբ ինչպիսին է կառավարության քայլերը։ Նախ ներողություն ընդհատելու համար դուք հիմնականում անդրադարձաք աշխատուժին։ Իսկ արդյոք կապիտալը իսկապես բավարար է եւ աշխատուժը համապատասխանում է այդ կապիտալին, միգուցե ավելի որակյալ աշխատուժ, ավելի մեծ հնարավորություններով կապիտալ այսպիսի փոխգործակցությունը հնարավոր է նաև դիտարկել, ինչ իրավիճակ ունենք այստեղ։ Օրինակ, հնդիկներին նշեցիք, ովքեր որ միգրանտների տեսքով Հայաստանում են որոշակի, կարծում եմ բավականաչափ մեծ որպես աշխատուժ, բայց արդյոք նրանք այն ոլորտներում են ներգրավված, որոնք որ ստեղծում են բարձր արժեք, տեխնոլոգիական բարձր արժեք կամ այնպիսի կապիտալի մեջ են աշխատուժը իրենց օգտագործում, որը որ Հայաստանի համար իսկապես հեռանկարային է։ Այստեղ կապիտալի հետ համադրություն, արկա կապիտալի, օրինակ հողը նույնպես համարվում է այս շրջանակում կապիտալ, մենք ինչ հարաբերակցություն ունենք կամ պաշտոնական վիճակագրության մեջ կա ընդհանրապես այդպիսի հարաբերակցություն, որ ցույց տա աշխատուժի եւ կապիտալի, այսինքն արկա ռեսուրսների հնարավորությունը առավելագույն փոխգործակցության պայմաններում։ Մի քիչ դժվար հասկանում եմ, որ սա դժվար է, վերլուծական այդպիսի ուղղություն կարծես թե չկա, բայց ուղղակի որպես փորձագետ, որպես տնտեսագետ, ինչպես կգնահատեք այս վիճակը։ Նախ նշեմ, որ ձեր ասած այդ փոխգործակցությունը ավելի շատ տեսական վերլուծության դաշտում գտնվող հարց է, որը ոչ պակաս կարևորություն ունի։ Իդեպ պաշտոնական վիճակագրությունում ունենք մենք համախառն կապիտալի կուտակումը, մենք ունենք աշխատուժի վերաբերյալ տվյալներ, որոնք կարելի է համադրել, փորձել հասկանալ երկրների հետ մենք ինչ վիճակում ենք գտնվում, հա, եւ հասկանալ օրինակ միավոր աշխատուժի ինչքան կապիտալ է միջինում հասնում, այսպեսի վերլուծություն անենք, հասկանանք։ Ինչ վերաբերում է հնդիկների ֆակտորին։ Հնդիկները հիմնականում ներգրաված են տնտեսության ոչ արտահանելի հատվածում, մասնավորապես շինարարության ոլորտում, տեղական կառուցապատման ոլորտում, այս ոլորտի մասին է խոսքը գնում։ Իրենք ինչ խնդիր են լուծել, հա, ըստ էության մեր տնտեսվարողները չունեին հնարավորություն ներգրավել ինչ-ինչ պատճառներով տեղական աշխատուժ կամ աշխատուժը այնպեսի բարձր արդեն գինումներ, այսինքն աշխատավարձերը այնպես էին բարձրացել, որ արդեն ինքնարժեքներ, շինարարության ինքնարժեքը շատ բարձր լինում եւ ըստ էության այդ ներգրավումը թույլ է տվել ավելի մատչելի ապրանք առաջարկել այլ հավասար պայմաններում, այսպես ձևակերպենք։ Ես օրինակ կա տեսակետներ, որ համարում են ցածր որակավորում ունեցող աշխատուժի ներգաղթը երկիր ոչ դրական լույսի ներքո, ես ինքս կարծում եմ, որ եւ բարձր աշխատուժ ունեցող կապիտալ մարդուժը եւ նաեւ ցածր որակավորում ունեցող աշխատանքային որակավորումներ ունեցող աշխատուժի ներգրավումը ինքը կարևորություն ունի երկրի համար, եթե դրա պահանջարկը կա։ Եթե նայենք նույն Գերմանիայի փորձը, եթե նայենք 70-80-ական թվականներին, հատկապես 80-ական թվականներին, եթե Գերմանիա Թուրքիայից այդ ներգաղթը չլիներ աշխատանքային միգրանտների, իրանք տնտեսական աճի խնդիր կունենային։ Իսկ հիմա էլ այդ խնդիրը կա եւ իրանք հստակ շեշտում են, որ Գերմանիայի տնտեսության համար շատ կարեւոր է աշխատուժի միգրացիան, այսինքն ներգաղթը դեպի իրենց երկիր։ Սա է իրավիճակը, որը մենք ունենք, ես կարծում եմ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի մի քանի
ուղղություններին։ Առաջինը այդ թվում բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավումը նույն ՏՏ ոլորտում։ Եթե մենք ուզում ենք բայց միտված չէ դրան, կարծես թե փաստաթղթեր կան, կարծես պետական գերատեսչությունները այդ ուղղությամբ ունեն որոշակի ծրագրեր, բայց արդյունքը տեսանելի չէ։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ մենք մշակում էինք ռազմավարություն, որտեղ կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լիներ նաև աշխատուժի հարցը, թե ինչպես աշխատուժի հետ կարողությունները ձևավորել տեղական ռեսուրսների հաշվին եւ ներգրավել։ Ցավոք ԱՄՆ-ՄԶԳ ֆինանսավորման դադարեցման հետ կապված աշխատանքները մի փոքր դադար են առել, բայց նախատեսվում է, որ կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները կշարունակվեն։ Դա ինչ վերաբերում է կոնկրետ ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։ Իսկ եթե ընդհանրապես տնտեսական քաղաքականությունը դիտարկենք, մեր պետության դա արդյոք ստանդարտ քաղաքականություն է, որ պետությունները պետք է անեն եւ արդյոք դա մեր համար այս փուլում, այս կարևորագույն փուլում հենց այդ քաղաքականությունը պետք է լիներ, թե մենք կարիք ունենք եւ հնարավորություն ունենք ոչ ստանդարտ քաղաքականության, որը էականորեն կփոխի այսպես տնտեսությունը արկա իրավիճակից եւ կուղղորդի դեպի զարգացման նոր արժեշղթաներ, հաշվի առնելով տարածաշրջանային լուրջ գործոնները, որոնց մենք բախվում ենք եւ առավել եւս բախվելու ենք հետագայում։ Եթե գնահատելու ենք այս բայի տնտեսական քաղաքականությունը կառավարության կողմից վարվող, ես կասեի ավելի շատ դրանք իրավիճակային բնույթ ունեն, ռազմավարական ինչ-որ մեծ տեսլականի վրա հիմնված չեն եւ առօրյական խնդիրների են շրջի նման, կրակը մարելու ուղղված այսպիսի քայլեր են ներկայացնում։ Մի քանի փաստաթղթեր կան, որոնք կարող են երկարաժամկետ նախ նշենք նա մասին, որ Հայաստան տնտեսական զարգացման ռազմավարությունը որպես տենց ամբողջական փաստաթուղթ չունի։ Մենք ունենք ոլորտային ռազմավարական ծրագրեր, որը մշակվում են կամ արդեն ընդունվել են, օրինակ ժողովրդագրությանը վերաբերող, օրինակ զբաղվածությանը վերաբերող, ներկայումս նախատեսվում է, որ դա կլինի արտահանման ռազմավարական ծրագիրը, որը կարծում եմ առաջիկա 2 ամիսներին կընդունվի դրա մշակմանը մենք եւս մասնակցություն ունեցել ենք եւ հետագայում նաեւ բարձր տեխնոլոգիաների ռազմավարությունը կամ ռազմավարական ծրագիրը այսպիսի է կառուցվածքային բարեփոխումների միջոցով հնարավոր կլինի որոշակի շոշափելի արդյունքներ ցույց տալ։ Բայց ինչ վերաբերում է մենք մի խնդիր ունենք առհասարակ Հայաստանում փաստաթղթերի մշակման, քաղաքականության մշակման եւ քաղաքականության իրականացման մասով։ Ես շատ ավելի կարևորում եմ այդ քաղաքականության իրականացումը, քան թե քաղաքականության մշակման որակը, եթե մենք նույնիսկ փորձենք 70-ից պայմանական 70%-ից հասնենք 90%, բայց դրա իրականացումը, անգլերեն execution-ը չլինի բավարար մակարդակի վրա, միևնույն է այդ արդյունքը շատ ավելի ցածր է լինելու։ Պարոն Ֆանյան, կարևոր հարցի եք անդրադառնում։ Այդ պարագայում, օրինակ, տարբերություն տեսնում եք, ենթադրենք վերջին 30 տարիների ընթացքում անկախացումից ի վեր էական փոփոխության ենթարկվել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը։ Ես նկատի չունեմ կոնկրետ որոշակի ուղղության առումով որոշակի ռազմավարական փաստաթղթերի մշակումը։ Այսպես որպես տնտեսական քաղաքականություն, հիմնարար քաղաքականություն, մոդելային քաղաքականություն մենք ունեցել ենք հիմնարար փոփոխություն, թե շարունակել ենք անընդհատ նույն գծով, նույն շրջանակներում, նույն արդյունքի ձևավորման, այսպես գործոնների վրա հիմնված, ինչ կասեք այս առումով։ Ունենք, եթե 90-ականներին Հայաստանը, այսպես ասած, մեր տարածաշրջանում չեմպիոն էր ազատական բարեփոխումների մասով, հույս, մասնավորեցում եւ այլ մի շարք այլ բարեփոխումներ, որ իրականացվել է մեր երկրում, մենք վերջին տարիներին, եթե նայենք, տեսնում ենք այն ազատական լիբերալ տնտեսական քաղաքականության մոտեցումներից անցում, եւ անցում դեպի ուր։ Անցում չեմ կարող ասել պետական վերահսկողության ուղղությամբ, օրինակ մենք ունենք Երևանի տրանսպորտը, ինքը մասնավորի միջոցով էր կառավարվում, անցում կատարվեց համայնքային նշանակության ձեռնարկության միջոցով, աղբահանությունը նույն ձևով։ Մենք հիմա օրինակ առողջության համապարփակ ապահովության շրջանակում թեև ունենք մի շարք ապահովագրական ընկերություններ, բայց կառավարությունը միտված է ստեղծելու
հիմնադրամ պետական, այսպես ասած, անձրևանոցի ներքո, որը կաշխատի, այսինքն այդ առումով մեր տնտեսական քաղաքականության հարացույցը, հա, պարադիգմա ըստ էության հիմա ասենց խարխափում է։ Մենք թեև հայտարարությունների մակարդակով ազատական տնտեսական քաղաքականություն ենք, վարարում շուկայական, բայց երբ որ փորձում ենք հասկանալ այդ անցումները, ըստ էության որոշակի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ որոշակի բանից ավելի շատ պետության դերը փորձում են ավելանալ։ Նույնը եթե նայում ենք, որ պետությունը դարձավ բաժնետեր մի շարք ձեռնարկություններում, ԶՊՄԿ, Viva Armenia, Lydian Armenia, այս ընկերությունների մասին եւս, հա, ըստ էության դա հարացույցի փոփոխության ինչ որ նշաններ են։ Եվ այս մասով հստակ քաղաքականություն, հաճախ օրինակ քաղաքականության մեջ խոսքագնում իզմեր պետք են, թե պետք չեն։ Ես հակված եմ այն տեսակետին, որ իզմեր պետք են։ Այդ իզմերն են, որ լուծում են որոշակի հարցեր։ Նաև տնտեսական քաղաքականության մեջ է իզմերը պետք։ Այդ իզմերը պետք է նաև տնտեսական քաղաքականության մեջ, թեև եթե ասենք փորձենք հասկանալ օրինակ ինչ քաղաքականություն այսօր վարվում օրինակ առաջատար ԱՄՆ-ում, մենք կդժվարանանք դա որոշակի իզմի շրջանակ պրոտեկցիոնիզմ, օքեյ, հասկացանք, ինքը պրոտեկցիոնիզմ է իրանից ներկայացնում, բայց միևնույն ժամանակ էլի լիբերալ առանձին մոտեցումներ են կիրառում, ասես դժվար է ասել, առասարակ լիբերալիզմի վերաբերյալ պատկերացումները ԱՄՆ-ում եւ Եվրոպայում որոշակիորեն տարբերվում են իրարից, հա, այն լիբերալիզմը, որը հասկանում ենք մենք եվրոպական տարածաշրջանում, ԱՄՆ-ում դա այլ կերպ է ընդունվում եւ լիբերալիզմը ավելի շատ ասոցացվում է դեմոկրատական ինստիտուտների հետ, ոչ թե հանրապետական կուսակցության պահպանողական ինստիտուտների հետ։ Այսպես մի քիչ խառն է հիմա նաև համաշխարհային մակարդակում իզմերի տարանջատումը։ Շատ լավ, պարոն Ֆանյան, դուք տնտեսական քաղաքականության շրջանակում անդրադարձ կատարեցիք մի կարևորագույն հարցի, որ պետությունը ըստ էության նոր փոխհարաբերություններ է սկսել առավելապես խոշոր բիզնեսի հետ, որոշակի մասնակցություն ունենալու եւ այլն։ Այս համատեքստում, եթե դիտարկենք Համաշխարհային բանկի վերջին հետազոտություններից մեկը, որին անդրադարձ կա նաև Հայաստանի մասով, նկատում ենք, որ բիզնեսի համար հիմնական խոչընդոտների առումով կան որոշակի հարցադրումներ եւ այստեղ ըստ էության տարանջատված մոտեցում կա հայաստանյան փոքր բիզնեսը ինչպես է պատասխանել այդպիսի հարցումներին եւ խոշոր բիզնեսը ինչպես է պատասխանել այդ հարցումներին։ Ու քանի որ պետության մասնակցությունը ըստ էության խոշոր բիզնեսին դուք նկատեցիք, որ որոշակի փոփոխության է ենթարկվում, ինչպես կմեկնաբանեք այս համատեքստում, ինչպես Համաշխարհային բանկի հետազոտությունը, այնպես էլ պետության վերաբերմունքի փոփոխությունը դեպի ավելի շատ մասնակցություն խոշոր բիզնեսի։ Նախ երևի թե ճիշտ կլինի ասել, թե մեր բիզնեսը ինչ խոչընդոտներ է համարել, հա, ամենամեծ խոչընդոտը, որ գործոններն է համարել ամենամեծ խոչընդոտը գործարարության իրականացման համար։ 5 հիմնական գործոններ են։ Առաջինը ֆինանսների մատչելիությունը, երկրորդը քաղաքական անկայունությունը, երրորդը, այսպես ասած, ոչ ֆորմալ բիզնես պրակտիկան, երբ որ մի կազմակերպությունը գրանցված է, բայց իր մրցակիցները ստվերային դաշտում են գործում, դրա մասին է խոսքը։ Երրորդը բիզնեսի հետ կապված թույլտվությունների լիցենզիաների ստացումն է եւ հինգերորդը նոր հարկերի դրույքաչափերն են, իրենցից ներկայացնում։ Այսինքն որքան հասկացա, առաջ տեղում կոռուպցիոն ռիսկերն էին, ֆինանսների մատչելիությունը, վերջի տեղում հարկերը, սա պետք է նշել, որ հարցում իրականացվել է 2024 թվականի հունիսից 2025 թվականի հունվար ամիսներին, այս ժամանակահատվածը շատ կարևոր է հատկապես հարկերի դրույքաչափի ընկալումը, հա, ընդգծելու համար, որովհետև վերջին ամիսների շրջանառության հարկի հետ կապված եւ այլն այդ խնդիրները կար։ Ֆինանսների մատչելիությունը ըստ էության պարբերաբար մեր երկրում բարձրացվել է բիզնեսի կողմից այդ խնդիրը որպես առկա, բայց հետաքրքիր է, որ 100 եւ ավել աշխատակից ունեցող կազմակերպությունների շատ փոքր տոկոսն անդամ են նշել դա որպես խնդիր։ Եվ ի հակադրություն դրան խոշոր կազմակերպությունները, որ նայում ենք, իրենք հիմնական խնդիր նշում են կոռուպցիա։ Սա էլ մի այլ ֆենոմեն է, որը պետք է հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել։
Եկեք մի հատ ավելի པարզ մեկնաբանենք, փորձենք հասկանալ։ Խոշոր կառույցները առաջնահերթություն են համարում կոռուպցիան, առաջնահերթ խնդիր։ Ավելի փոքր բիզնեսները առաջնահերթություն են համարում կամ առաջնահերթ խնդիր են համարում ֆինանսների մատչելիությունը։ Այո, ես երկու հատ հիպոթեզ եի առաջարկել, որ կարա ինչ-որ մի ձև մեկնաբանենք։ Համեցեք։ Առաջինը, որ ըստ էության վերջին շրջանում կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի արդյունքում risk reward, եթե փորձենք հասկանանք, ռիսկերը մեծացել են, այսինքն բռնվելու, հետեւաբար նաև կոռուպցիայի գինն է բարձրացել։ Եվ երբ որ գինը բարձրացել է, բնականաբար դա ավելի հասու է դարձել միայն խոշոր կազմակերպություններին, այսինքն փոքր կազմակերպություններին կամ փոքր հարցերով կոռուպցիոն երևույթներ չեն նկատվում։ Կոռուպցիոն երևույթները առաջանում են խոշոր գործարքների, խոշոր կազմակերպությունների դեպքում։ Սա մեկն է, եւ երկրորդ հիպոթեզը, որ միգուցե խոշորներին հաջողվել է բոլոր խնդիրները լուծել եւ մնացել է միայն կոռուպցիան, որի արդյունքում դա ամենամեծ խոչընդոտն է, հա, դա նկատի ունեք ֆինանսական խնդիրները լուծել։ Ֆինանսների մատչելիության մասով այդ խնդիր չունի։ Իրականում ֆինանսների մատչելիության մասով ես ոչ միայն Հայաստանի կոնտեքստում, այլ առհասարակ մենք թերևս խնդիր ունենք որոշակի մեթոդական ճշգրտումներ իրականացնելու, որովհետև ֆինանսների մատչելիություն մենք ասում ենք, բայց 3 բան պետք է իրանից առանձնացնել, հա, availability կամ ինչքանով է արկա այդ ֆինանսական միջոցները, այսինքն մեր բանկերը այդ փողը ունեն, մեր ֆինանսական կազմակերպությունները ունեն, որպեսզի այդ գումարը վարկավորեն տնտեսությանը։ Երկրորդը մատչելիություն, որովհետև եթե կազմակերպությունները պակաս վարկունակ են, այդ affordability, հա, ասենց անգլերեն ասած, իրենք չեն կարող արդեն բարձր տոկոսադրույքով պետք է վերցնեն, որովհետև դա ռիսկը մեծ է կազմակերպության դեպքում, հետեւաբար տոկոսադրույքներն աճում են եւ այդ ֆինանսական ապրանքները պակաս մատչելի են դառնում բիզնեսի համար։ Բայց մեծ են ռիսկերը, այդքան իսկապես ռիսկային է փոքր կազմակերպությունը։ Իրականում եթե խոսեք մեր բանկային համակարգի ներկայացուցիչների հետ եւ նաեւ ասենց հաշվետվությունների վերլուծությունները նայեք, իրենք ինչ են նշում, ասում են մենք ունենք ֆինանսական միջոցներ, խնդիրը բերեք վարկունակ բիզնես եւ մենք կֆինանսավորենք այդ բիզնեսը։ Իրանք ասում են, որ չկա վարկունակ բիզնես բավարար քանակությամբ եւ պատճառներից մեկը դա է, նաեւ դա է, որ իրանք մի մասը իրենց ակտիվների տեղաբաշխում են Հայաստանից դուրս։ Դա արդեն կարծում եմ լուրջ խնդիր է պետական քաղաքականության մասշտաբով, որ Հայաստանից դուրս տեղաբաշխվող ակտիվները միգուցե այլ ածանցյալ գործիքակազմի միջոցով կարողանան տեղաբաշխել հայաստանյան, թեկուզ փոքր վարկունակության, բայց բիզնեսների շրջանակում, եթե իսկապես բիզնեսները դրա կարիքը ունեն, այստեղ այս շղթան ինչպես լուծվի։ Պարտատոմսերի շուկան միգուցե պարտատոմսերի շուկան ներքին պարտատոմսերի շուկան, եթե նայենք, մի մասը գանձապետական պարտատոմսերի մասով ըստ էության կառավարությունը կարողանում է եւ իր կարիքների համար ներքին շուկայից այդ գումարը հավաքել, բանկերի համար լուծելով, հա, ակտիվների տեղաբաշխման խնդիր նաեւ, բայց ինչ վերաբերում է կապիտալի շուկային առհասարակ, հա, մասնավոր կապիտալի շուկային եւ պարտատոմսերի վերջին 1 տարում բավական լուրջ ակտիվացում կա, փոքր կազմակերպությունները, այդ թվում նաեւ կառավարության կողմից ընդունված ծրագրի շրջանակներում կարողանում են թողարկումներ կազմակերպել եւ որոշակի միջոցներ ներգրավել, որը դրական է իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Հիմա այս հաղորդման ժամանակ մենք չխոսենք այդ ոլորտի խնդիրների մասին, չշեղվելու համար մեր հիմնական թեմայից, բայց դրական միտումներ կան։ Այդուհանդերձ ներողություն, այսինքն փոքր բիզնեսը այսօր պարտատոմս թողարկելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Չէ, փոքր բիզնեսը երբեք չի կարող պարտատոմս թողարկել։ Խոշոր, միջին եւ խոշոր ոչ ֆինանսական կազմակերպությունների մասին է խոսքը գնում։ Օրինակ, Շտիգեն, օրինակ Վարդանանց բժշկական կենտրոն, այսպիսի կազմակերպությունների մասին է, որոնք լինելով ոչ ֆինանսական կազմակերպություն, պարտատոմսն թողարկում, արդեն կարևոր է Հայաստանի աշխարհում կարծում եմ։ Մենք սովորաբար Հայաստանում շատ խոշոր կազմակերպություններ են մինչ այժմ թողարկում իրականացրել, օրինակ Vivasal, օրինակ Ucom, հա, այսպիսի կազմակերպությունները եւ ֆինանսական կազմակերպությունները։
Բայց հիմա երբ որ մենք տեսնում ենք նաև ոչ ֆինանսական կազմակերպություններն, თუ նաև խոշոր տաշրից սկսած, մինչև, չգիտեմ, NOTM, մինչև TCF, որոնք ոչ ֆինանսական կազմակերպություն եւ թողարկում են, սա դրական կարելի է գնահատել։ Շատ լավ, եկեք ամփոփենք տարբեր ասպեկտների մասին քննարկում եղավ, բոլոր դեպքերում տեսնում եք հնարավորություն նոր քաղաքականության, ամբողջովին տարբեր քաղաքականության այսպես մշակման առումով, որը որ իսկապես մրցակցային նոր դիրքեր կբերի Հայաստանին։ Ինչն է խոչընդոտում, դուք իհարկե նշեցիք Համաշխարհային բանկի վերլուծությունը, հետազոտությունները եւ այլն, բայց բոլոր դեպքերում ինչ առաջնահերթություններ կարող եք նշել, որոնք էականորեն կփոխեն տնտեսական քաղաքականությունը կամ կան արդյոք դրանք Հայաստանում, թե ոչ։ Ես կարծում եմ արտահանմանը, լինելով փոքր բաց տնտեսություն, Հայաստանը անխուսափելիորեն պարտադրված է արտահանմանը միտված ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու։ Ճիշտ է, մեր բոլոր կառավարությունները միշտ խոսել են արտահանման վրա հիմնված տնտեսական աճի պարադիգմի մասին, բայց ըստ էության, եթե մենք նայենք, հիմնականում մեր տնտեսական աճը հիմնված է եղել սպառման կողմից, վերջնական սպառման վրա հիմնված տնտեսական աճ ենք ունեցել։ Եթե իրականացվի արտահանման քաղաքականություն պրոակտիվ եւ կառավարությունը իրականում ոչ թե ընդունի այդ փաստաթուղթը եւ դնի միտեղ շատ ապահով տեղում, այլ ամբողջովին միտված լինի այդ քաղաքականության իրականացման, ես կարծում եմ արդյունքներ կունենանք։ Դուք նշեցիք նոր քաղաքականության մասին։ Ես միշտ ասում եմ մեր կառավարությունների այս փոփոխման շրջանում ամենավատ խնդիրը նա է կայանում, երբ որ գալիս է նոր վարչակազմ, եւ այդ վարչակազմը թողնելով մի կողմ արդեն գործող փաստաթղթերը սկսում է իր փաստաթուղթը մշակել, որի համար էլ որոշակի ժամանակահատված է պետք, հետո մինչև սկսում են դա իրականացնել, այդ վարչակազմը փոխարինվում է, մյուսն է գալի։ Շարունակականություն ապահովել չի ստացվում։ Շարունակականություն ապահովել չի ստացվում։ Ես ասում եմ ավելի լավ վատ ռազմավարություն, գործող ռազմավարություններ, որոնք ինչքան խնդիրներ ունեն կամ չունեն։ Եկեք մեր բոլոր ուժերը կենտրոնացնենք այդ ռազմավարությունների իրականացմանը, մենք փորձենք վատ ռազմավարությունը հնարավորինս լավ իրականացնել։ Դա ավելի մեծ արդյունք կապահովի, քան թե մենք փորձենք հնարավորինս ավելի լավ ռազմավարություն մշակել։ Շնորհակալություն, պարոն Ֆանյան, հետաքրքիր դիտարկումների համար։ Հիշեցնեմ, այսօր մեր հյուրը տնտեսագետ, Access վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկաս Ֆանյանն էր։ Ստեսություն։